Այսօր մեր հյուրը մեր կողմից շատ հարգված, սիրված ռադիոլոգ է, մեր ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, Նաիրի բժշկական կենտրոնի, ճառագայթային ախտորոշման կենտրոնի ղեկավար Ղալումյան Կոստանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալություն, որ եկաք մեր տաղավար։ Իրոք շատ հաճելի է։ Ես եմ շատ շնորհակալ հրավերի համար, Մերի ջան, Անի ջան, որովհետև ինձ համար շատ կարծում եմ պատասխանատու եթեր է, որովհետև ինձ համար շատ հոգեհարազատ թեմայի մասին ենք խոսելու, դա ռադիոների հայկական ասոցիացիան է, որի որ ակունքներում ես կանգնած եմ, դուք էլ անմասն չեք ասոցիացիայի կազմավորման ու կազմակերպման գործում։ Մեր համար ինչ պատասխանատու եթեր է, իրականում գաղտնիք բացեմ, մի քիչ լարվում եմ, մի քիչ անհանգիստ եմ, բայց հուսով եմ շատ հարթ եւ հստակ կգնա այս եթերը։ Ամենաառաջինը ինչ կուզենայինք խոսել, ոնց որ sense սահուն անցնենք նրան, թե որն էր գաղափարը ռադիոլոգների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմքում, ոնց ստեղծվեց ասոցիացիան, կուզենայինք մի քիչ դրա մասին խոսենք։ Սիրով, պատմությունը գալիս է ոչ վաղ անցյալից, 2007 թվականից, երբ որ ես իմ մասնագիտության, այսպես ասած, ակունքում գտնվելով ուսանում էի Ավստրիայի Գրաց քաղաքում, աշխարհահռչակ պրոֆեսոր Ռեմյուլերի մոտ, որը որ հանդիսանում է կարդիոռադիոլոգիայի հիմնադիրներից մեկը եւ շատ ականավոր եւ պատվարժան պրոֆեսոր ոչ միայն Եվրոպայում, այլ նաեւ ԱՊՀ երկրներում, քանի որ նա դուր բացեց ԱՊՀ երկրների ռադիոլոգների դեպի Եվրոպա եւ նաեւ կանգնած էր Եվրոպական ասոցիացիայի ակունքներում։ Ուսանելու ժամանակ իր մոտ ես տեսնում եմ բազմաթիվ ականատես է լինում բազմաթիվ խոսակցությունների, երբ որ խոսում էր մասնագիտական ասոցիացիաների, մասնարարպես Ավստրիայի ռադիոլոգների ասոցիացիայի, Եվրոպական ասոցիացիայի աշխատանքի հնարավորությունների մասին, որը որ տրվում է ռադիոլոգներին, ու տենց ինձ մեջ տենց միտք էր առաջացել, ինչու չսկսել, ինչու մենք չունենք Հայաստանում ասոցիացիա կամ ինչու, ասենք, մենք չենք կարող հայ ռադիոլոգներով մեկ տանիքի շուրջ հավաքվենք։ Ու անդադ այդ մտքերը ինձ հետաքրքրաշարժ տենց տանջում էր, ու 2007 թվականին, երբ որ ես առաջին անգամ մասնակցեցի Եվրոպական ասոցիացիայի կոնգրեսին, էլի Վիեննա քաղաքում, որը որ ամենամյա կոնգրեսն է Եվրոպայի ռադիոլոգիական ասոցիացիաների ու Ասիայի ու Եվրոպայի մայրցամաքի ռադիոլոգների, երբ որ ես մուտք գործեցի այդ հաստատություն այդ շենք, որտեղ որ դուք եղել եք բազմիցս անգամ, ու տեսա այդ մասնագետների, այսինքն ռադիոլոգների խառնարանը, որտեղ որ ես լրիվ մենակ էի, գիտեք ոնց այդ ավելի ինձ մոտիվացրեց, որ պետք է գտնել գործընկերներ, համախոհներ ու Հայաստանում աշխատել այս շարժման շուրջ, ստեղծել մասնագիտական ասոցիացիա եւ այդ մասնագիտական ասոցիացիան անպայման դառնա Եվրոպական մասնագիտական ասոցիացիայի ընտանիքի, մեծ ընտանիքի անդամ։ Ու այդ մտքերով հետ վերադարձա Հայաստան։ Ինչ հետաքրքիր բան ասացիք, որ դուք միայնակ եք այդ ժամանակ, բայց փաստացի այս տարվա կոնգրեսի ժամանակ ինչքան շատ հայ համայնք կար, ինչքան մեծ էր հայ համայնքը, դա միանշանակ խոսում է ձեր աշխատանքի հաջողման մասին ու ինչքան է ասոցիացիան մեզ անձամբ որպես երիտասարդ ռադիոլոգներ եւ որպես արձինատռներ օգնել հետագայում PCR-ի հարցում կամ այլ ինչ-որ վերապատրաստումների կամ ցանկացած հարցում թեկուզ աշխատանքի հետ կապված։ Շատ շնորհակալություն ձեզ, ոնց որ մեջբերում։ Ես եմ շատ շնորհակալ ձեր տեսակի համար, որովհետև անկեղծ ոնց որ մենք մինչև հարցազրույցը զրուցում ենք, ասոցիացիան դա անձ չի։ Ասոցիացիան դա գաղափար է։ Ասոցիացիան գաղափար է, որը որ գիտեք ոնց կարող է 1-2 անձի մտքում այդ գաղափարը հղանա, բայց երբևիցե ինքը միս ու արյուն չի ստանա, եթե չլինեն համախոհներ։ Ու այսօր որ մենք երեքով այստեղ նստած ենք, մենք այդ ընդհանուր գաղափարի համախոհներն ենք ու կրողներն ենք։ Եվ ոնց որ նշեցի, իհարկե գաղափարը կարող էր հղանալ իմ մտքում, կարող էին ինձ հուշեին այդ գաղափարի մասին, ոնց որ նշեցի, բայց ինքը երբեք չէր լինի այն, ինչ որ մենք այսօր ունենք, եթե չլինեին մեր գոլեգա ռադիոլոգները։ Մարդիկ, միշտ մարդիկ ովքեր հետևում են։ Իհարկե սկզբից դա հեշտ չստացվեց, որովհետև 2007 թվականի երբ որ վերադարձա, այն ժամանակ ռադիոլոգների հայկական ասոցիացիայի ակունքներում եւ ուղղորդող
ուժը եւ շարժումը դա մեր հարգարժան պրոֆեսոր Արություն Քուշկյանն էր, որ այն ժամանակ Հայաստան Հանրապետության առողջապահության նախարարն էր, եւ պրոֆեսոր Ռեմյուլերի հորդորով ցանկությամբ նախաձեռնվեց ռադիոյի հայկական ասոցիացիայի ստեղծումը։ Որ թվին 2007 թվականին։ Այսինքն ինքը ասոցիացիան իր պատմությունը, այսպես ասած, քայլերը կատարել է 2007 թվականից, բայց որպեսզի 20 տարի առաջ, հա։ Բայց որպեսզի մենք լինենք ավելի ազնիվ, դրանից առաջ էլ են եղել մասնագիտական ասոցիացիաներ, 91 թվականին է հիմնադրվել ռադիոյի հայկական ասոցիացիա, բայց իրենց այսինքն sense ասեմ, իրենց գաղափարով կենսունակությամբ ուղղված են եղել այն ժամանակվա, այսինքն մասնագիտական հանրության հետաքրքրության եւ հնարավորություններին։ Այն ժամանակ Հայաստանը նոր էր անկախացել, կապերը արտասահմանի հետ այդքան լայն չէին, մեծ չէին, եւ մենք չունենք այն հնարավորությունները 91 թվականին, 95 թվականին, ինչ որ մենք ունենք արդեն 2007 թվականին։ Նույն ճամփորդելու հետ կապված ինչքան դժվար էր այն ժամանակ երկիրը լքել, իսկ հիմա ավելի հեշտացել է այդ ամեն ինչը։ Եվ երբ որ 2007 թվականին ինձ այսպես ասած հանձնարարվեց, որպեսզի ես սկսեմ կազմակերպչական աշխատանքներ ասոցիացիա, այսինքն որ ասոցիացիան որպես այդպեսին աշխատի, այն ժամանակ ես հասկացա, որ նախ եւ առաջ ես երիտասարդ մասնագետ էի, բայց ունենք մենք ավագ մասնագետներ, որոնք որ շատ մեծ ավանդ ունեն ռադիոլոգիայի ոլորտում, եւ ես գնացի իրանց օգնություն խնդրելու։ Դա մեր հարգարժան երջանկայիշատակ Արմեն Կարպովիչներ Ղազարյան, որը նաև կանգնած էր առաջի ասոցիացիայի ակունքներում։ Դա մեր հարգարժան Սուրեն Ակոպիչներ Պետրոսյան, որը այն ժամանակ ընտրվեց նախագահ, իդեպ 2007 թվականի մեր ասոցիացիայի։ Արամ Գյորգիչներ Քոչարյան, Անդրեաս Մարտինիչներ Համբարձումյան, Գանե Գրանտովնաներ Խաչատրյան, բոլոր մեր դասախոսները, բոլոր մեր դասախոսները, այո, բոլոր մեր դասախոսները եւ մեր հարգարժան Արմեն Կարլենիչը Վասիլյան, այսինքն այն ես չեմ ուզում իրանց անվանեմ ավագ սերունդ, որովհետեւ գիտեք ոնց իրանք շատ պայծառ սերունդ են, որ իրանց անվանենք ավագ, բայց իրանց հետ միասին ես իրանց խորհուրդներով սկսեցինք մենք աստիճանաբար ասոցիացիան, այսպես ասած, առաջի քայլերը կատարեց, ասենք նիստ հրավիրվեց, ասոցիացիան գրանցվեց այն ժամանակ որպես եվրոպական ասոցիացիվ անդամ, ոչ թե ազգային ասոցիացիա։ Եվ այդ ժամանակվա մարտահրավերներից ելնելով մենք փորձում ենք, այսպես ասած, ակտիվություն ցուցաբերենք, բայց բնական էր, ոնց որ եւ յուրաքանչյուր նախաձեռնության մեջ հիմնական, այսպես ասած, sense ճակերտավոր վազվզողները միշտ լինում են երիտասարդները, ու քանի որ ես այն ժամանակ մենակ էի ու վազում էի աչից ձախից աչ, մի քիչ ինձ մոտ դժվար էր ստացվում, ու անցավ որոշ ժամանակ, մինչև 2016 թվականը, այսինքն եւ մեկ էլ ամենակարևորը ես ներողություն եմ խնդրում, մոռացա մեր շատ հարգարժան Աղաբեկյան Գիղամ Գուրգենիչին, որի որ ավանդը շատ մեծ էր, ես էլի ներողություն եմ խնդրում, որ առաջիններից մեկը իրեն չի հիշատակեցի, որովհետև իր նախաձեռնությամբ, իր խորհուրդներով ես շատ բաների, այսպես ասած, հասա ու շատ բան ավելի սկսեցի ավելի խորը հասկանալ։ Եվ այդ հարգարժան մասնագետներով, իրանց խորհուրդներով, իրանց, ասենք, խառնվածքով ես կարողացա մուտք գործել այդ ժամանակվա ռադիոլոգիան։ Ստացվեց այնքան ինչքանով որ մեր մոտ ստացվեց, բայց 2016 թվականին կարելի ասել արդեն 12, 13, 14 թվականը ամիջ գնում էր դեպի լճացման։ Ու 16 թվականին, երբ որ ես հենց եմ միշտ անվանում, երբ որ գերակշռումը երիտասարդների եւ ավագ սերնդի մասնագետների նժարը շեղվեց երիտասարդ մասնագետների ուղղությամբ, ինչ առումով, որտեղ իմ հիմնիկվա գոլեգաների մեծ մասը այն ժամանակ նոր էին, այսպես ասած, քայլերը կատարում ռադիոլոգիայի ոլորտ, եւ սկսեցին միանալ ինձ իմ այդ գաղափարին, ու մենք 2016 թվականին որոշեցինք, որ պետքա նորից, այսպես ասած, restart տանք այն գաղափարները, ինչ որ եղել է 2007 թվականին։ Ես ինչքան ինձ հիշում եմ, ռադիոլոգների հայկական ասոցիացիան միշտ ակտիվ է եղել, ամեն դեպքում իմ ուսման տարիներին, ու դա մեծ շատ նպաստել է իմ հետագա մասնագիտական զարգացմանը, որ դուք ինձ ասում եք, որ օրինակ 2016 թվին ակտիվ չի եղել ու ամեն ինչ գնում էր դեպի լճացման, ես ուղղակի չեմ կարող դա պատկերացնել, որովհետև ներկայիս իրավիճակը ասոցիացիայում այնքան ակտիվ է, որ դուք ուղղակի չեք կարող պատկերացնել, որ ժամանակին եղել է ինչ-որ վատ շրջան։
ասում է այդ հիշողությունները կրողները ի ուրախություն, ի տխրություն շատ փոքր խումբ մասնագետներ են, բայց համենայն դեպս այստեղ սենց ասեմ, գաղափարական կետը նա էր, որ երիտասարդ մասնագետները սկսեցին գերակշռել։ Այո։ Ոնց որ ես իմ խոսքի մեջ նշեցի, վազվզողները բոլոր տեղերը միշտ լինում են երիտասարդները։ Իսկ վազվզելը ի՞նչն էր։ Արտասահման գնալ, անընդհատ կապեր ստեղծել։ Ես լավ եմ հիշում իմ այդ պերիոդը, որ անընդհատ sense ինչ որ շարժի մեջ էի, դու քեզ կարևոր էիր համարում։ Ոնց որ հիմա ժամանակակից տերմիններով drive-ի մեջ էի։ Այո։ Ես հիշում եմ, որ առաջին անգամ արտոնագրային ընթացքում գնացինք կոնգրես դոկտոր Մուրադյանի հետ ու հիշում եմ, որ տեսանք ձեզ այնտեղ ու ես հիշում եմ, որ դուք շատ դրական հայացքով էիք նայում, որ որպես արտոնատոր մենք այնտեղ էինք իրականում ռադիոլոգիայի հենց հիշում եմ այդ ժամանակ ամառը եղավ մեր կոնգրեսից հետո, չէ՞։ Կովիդից հետո էր, այդ առաջին անգամ որ իրանք բան արեցին, հունիս ամսին էր։ Մեր կոնգրեսը շատ տպավորված էր, առաջին անգամ ես արտոնատորի առաջի կուրս էի նոր էի ավարտել կոնգրեսին մասնակցեցի, շատ տպավորված, ուրախացած ու ուզեմ նաև նշեմ, որ շատ ասոցիացիաների համար մեր ռադիոլոգիայի ամենամյա կոնգրեսը բավականին տպավորիչ ու քիչ երազելի բան է, որովհետև ամեն մի ասոցիացիա չի որ հնարավորություն ունի տենց մեծ մասշտաբի կոնգրես սարքելու։ Հեսա գլոգովալու ժամանակներն է կգա, հեսա բայց որպեսզի ես շատ չձանձրացնեմ, շատ արագ անցնեմ, այսինքն հավաքվեցինք մենք համախոհներով 2016 թվականին, որոշեցինք, որ պետքա այսպես ասած գաղափարներին ռեստարտ տանք ու մեր 2017 թվականին եղավ մեր առաջի, այսպես ասած, նոր ասոցիացիայի էջի շնորհանդեսը հունիսի 5-ին մենք արեցինք բավականին մեծ հանդիսավոր ասոցիացիայի բացման արարողություն, որտեղ ներկա էր այն ժամանակվա նախարար Արմեն Աբգարի Մուրադյանը, ռեկտորը Միխայել Զախարիչ Նարիմանյանն էր, բոլոր առաջատար մասնագետները, տարբեր ասոցիացիաների նախագահներ, ուրոլոգների, վիրաբույժների ժամանակ Արտուր Մկրտիչվիչներ, Գրաբսկին, ուրոլոգների ասոցիացիայի նախագահ Մուշեկ Միսակիչը, վիրաբույժների ասոցիացիայի նախագահներ ու ստորագրեցինք փոխհամագործակցության հուշագրեր ու սկսեց մեր ասոցիացիան այդ ժամանակվանից ակտիվ գործել։ Առաջին ժամանակվա մեր պատվիրակությամբ մենք այն ժամանակ քարտուղարներն ու հիմա էլ Նարեկ Գարեգինի Մատինյանն էր, վերահսկիչ խորհրդի նախագահան Հարիկ Լևոնիչն էր։ Մենք բոլորով այդ կազմով Գեգամ Գուրգենիչը եւ Արմեն Կարլինչը Վասիլյանն այն ժամանակ գնացինք այդ կազմով առաջի անգամ Եվրոպական ասոցիացիա, որպեսզի գրանցենք մեր ասոցիացիան որպես ազգային ասոցիացիա եւ մենք 47-րդ ժամանակ դառանք 47-րդ ազգային ասոցիացիան Եվրոպական ասոցիացիայի ընտանիքում, այսինքն իմ մասնակի երազանքներից մեկը, որ մենք արդեն ունենք մեր ազգային ասոցիացիա, արդեն ստացավ Միսուարիոն Եվրոպական ասոցիացիա, այսինքն թղթի վրա, Սևոսպիտակի վրա գրվեց, որ կա ռադիոկների հայկական ասոցիացիան, որը հանդիսանում է Եվրոպական ասոցիացիայի մեծ ընտանիքի անդամ։ Ես մի բան ասեմ, էլի ստեղ ես որ փոքր էի, այդ ժամանակ փոքր էի, շատ բակալավրիատում էի, անցնում էի մագիստրատուրա ու երբ որ նայում էի ձեր նկարները, դուք այդ ժամանակ երիտասարդ էիք ավելի ու անդադ նշում եք երիտասարդ ժամանակ էինք այս ամեն ինչ արել, նենց ռոմանտիզմով էի նայում ձեզ, այսինքն նույն այդ նկարները անգամ հիշում եմ ձեր, Նարեկ Գարեգինիչի, Գարիկ Լևոնիչի երեքով ոնց եք դուք ներկայացրել այդ թղթաբանության ստորագրության, սա նկարները կան ասոցիացիայի էջում ու այնքան օրինակելի էր իմ համար դա ու շատ ոգեշնչող էր։ Ավտոմատ դու որ ուզում ես դառնաս ռադիոլոգ, տեսնում ես որ դու սենց ուժեղ մասնագետներ ունես ու սենց ուժեղ համայնք ունի, ավելի ես ոգևորվում, ասում ես ուրեմն ճիշտ ու վրա եմ։ Շատ շնորհակալություն ձեզ դրա համար, որ մեզ մասնագիտորեն կողմնորոշել եք որոշ չափով։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ դուք ել եմ ասում, հավատացել եք այդ ամբողջ գաղափարին, որովհետև ել եմ կրկնում, ոչ մի հասարակական կազմակերպություն ինքը չի կարող ունենա այն ներուժը ու այն հնարավորությունները, ինչ որ ունի ներկապային մեր ասոցիացիան, բայց դա հիմնական հիմքը դա անդամներով է պայմանավորված եւ գաղափարը ինչը որ դրված է ասոցիացիայի հիմքում համենայն դեպս այն գաղափարը ինչը որ ես ուզել եմ դնեմ մի քիչ էգոիզմով ես խոսամ, որովհետեւ կարծում եմ որ իմ ավանդը քիչ չի այս ասոցիացիայի իմ տեսակի կայացման մեջ ինչ-որ բան կա դա իրականությունն է ասոցիացիան դա բոլորին ասոցիացիան դա անձերինը չի ասոցիացիան դա եւ ասոցիացիան յուրաքանչյուր անդամ ունի նույն իրավունքները ինչ որ ունեն ասոցիացիայի հիմքում կանգնած յուրաքանչյուր ռադիոլոգ
որովհետև եթե այդ գաղափարը ու այդ սեփականության զգացողությունը ասոցիացիա անդամները չունենան, ինքը ասոցիացիան երկար կյանք երբեք չի կարող ունենալ։ Եվ մենք այս շարժումը չենք սկսելու, այս ամեն ինչը չենք սկսենք նրա համար, որ լինի, գիտեք ոնց, ինչ որ մարդկանց գաղափարների, ասենք, առաջ խաղացում կամ ինչ որ մարդկանց համար դա ծառայի ինչ որ հարթակ, որ ավելի առավելություն ունենան մեկ այլից, կամ ռեալիզացնեն իրանց կամ առավելություններ ունենան մեկ ուրիշի նկատմամբ, ոչ սա մեր բոլորիս, այսպես ասած, տունն է, որտեղ որ մենք բոլորս հավաքվում ենք մի գաղափարի շուրջ, որտեղ որ մենք բոլորս հավաքվում ենք մի, այսպես ասած, հնարավորություններ բոլորիս համար ստեղծելու եւ դրա համար էր, որ մեր առաջի դրամաշնորհը, այսպես ասած, որ մենք ստացանք այն ժամանակ ու գաղտնիք չի։ Դուք նշեցիք, որ ես նաև բժշկական կենտրոնում եմ աշխատում, ասոցիացիան ստեղծելու համար բնականաբար գումարներ ա պետք, ոչի բանը անվճար չի լինում։ Այն դրամաշնորհը, որը որ տրվեց նաև բժշկական կենտրոնի ղեկավարության կողմից, սկզբում մենք ամբողջը ծախսեցինք ֆիլմի վրա։ Ինչի համար, որովհետև մեր համար շատ կարևոր էր, որպեսզի բոլորը իմանան ռադիոլոգիան ոնց է հիմնադրվել Հայաստանում։ Ռադիոլոգիան մենք չենք հիմնել։ Մենք ուղղակի պետքա այդ գաղափարները կարողանանք սերնդեսերունդ գրագետ ու առանց աղավաղման փոխանցենք։ Իմ գաղափարս նաև դա էր։ Եվ երբ որ մենք այն ժամանակվա ակտիվ թիմով, որը որ առ այսօր էլ կա, այսինքն դա մեր ասոցիացիայի վարչությունն է, Գառնիկ Արայչի հետ միասին քննարկելով, որը որ եւ իմ հարգարժան գոլեգան է եւ մեր ամբիոնի վարիչն է, շատ սիրելի Գառնիկ Արայչը, որը որ նաեւ շատ հարցերում ամենակարևոր խորհրդատուներից մեկն է մեր ասոցիացիայում, այսինքն ասոցիացիայի վարչությունը այնքան հետաքրքիր է ստեղծված, որ մեկը մյուսին բալանսավորում է։ Եվ գլխավոր խորհրդատուներից մեկն է նաեւ Գեգամ Գուրգենիչ Աղաբեկյան, այսինքն մենք բալանսավորելով մեկս մյուսից, թե մասնագիտական, թե էմոցիոնալ, թե գաղափարապես, այո, ամենայն դեպս նենց ստեղծեցինք, որ այս հարմոնիան, ինչպես դուք նշեցիք, եթե 20 տարին վերցնենք այդ մոտարապես այդ կարճ պերիոդը 2017 թվականից սկսած, հեսա արդեն եկող տարի 10 տարին կլինի, մենք կարողացանք շարունակենք եւ անի ասածին շարունակություն եզակի հայկական, այսպես ասած, համայնքներից մեկն է, որը որ կարողանում է, ասենց ասեմ, հնարավորինս պահպանել այն հարմոնիան, ինչը որ կա, ու այդ գալիս է մեր բոլորի, այսինքն մեր վարչության անդամների խոհեմությունից։ Ու այդ խոհեմության արդյունքն է, որը որ նաև ձեզ մոտիվացնում է, որ կարելի է ընդհանուրով մենք բոլորովս ստեղծենք մի համայնք, որտեղ որ մենք բոլորս գնահատված ենք։ Շատ կարևոր բան եք ասում։ Այո, պաշտպանված գնահատված։ Եվ ամենակարևորը սիրված ենք, այո, որտեղ դա շատ կարևոր է։ Եվ ասոցիացիայի հիմնական, այսպես ասած, ձեռքբերումներից նա է, որ իսպառ վերածվեց մեր մասնագիտական հանրության մեջ նեգատիվ բամբասանքը, որը որ մեր համար հենց ամենաառաջին, այսպես ասած, մարտահրավերներից մեկն էր։ Մի բան կուզենայի այստեղ նշել, ի տարբերություն, ես չգիտեմ այլ ասոցիացիաներում ոնց է, բայց մեր ասոցիացիան շատ միախմբված է, այսինքն տենց չի լինում տարբերակ դեպք, երբ որ ես օգնություն խնդրեմ ինչ-որ այլ ռադիոլոգից, այլ ասոցիացիայի անդամից եւ չստանամ այդ նույն օգնությունը, եւ դա առաջնահերթ գալիս է հենց այդ ձեր ասած կառավարչական վարչության հիմքում կանգնած մարդկանցից, այսինքն կոնկուրենցիայի հարցը, չգիտեմ, իրար պատերժ չանելու հարցը չի քննարկվում ռադիոլոգների հայկական ասոցիացիայում։ Եթե պետք է օգնություն, այդ օգնությունը մենք ստանում ենք հաստատ ասոցիացիայի տեսանք կողմից, եւ արձինատար ժամանակ ա տենց եղել, եւ երբ որ ավագ ռադիոլոգներ ենք մենք, եւ երբ որ կրծեր ռադիոլոգներ ենք եղել։ Ես դա զգացել եմ ամեն դեպքում։ Այո, դա այդպես է, այդ աջակցությունը, այդ համախմբվածությունը տարբեր կլինիկաներ աշխատում են ու մեկը մյուսի հետ համագործակցելով պացիենտի շահերից բխելով այդ ամեն ինչը մենք իրականացնում ենք ու կարծում եմ, որ դա նրա պատճառով է, որ ունենք ասոցիացիա, ունենք նախագահ, Ես եթե դեմ չեք, ես կուզեմ նշեմ մեր վարչության բոլոր անդամներին, որտեղ մեր մոտ գիտեք ոնց է։ Մեր իրականության մեջ միշտ ինչ որ ընտրում են մի անձ, որին համարում են առաջնորդ ու ասում են գիտեք ինչ կա ամեն ինչ իրանից է կախված։ Իմ ամբողջ նպատակը 2007 թվականից է եղել, որ անձի պաշտամունք չլինի ու անձի
դոմինանտություն ընդհանրապես գաղափարի մեջ չլինի, որտեղ երբ որ անձով է պայմանավորվածել, մի օր այդ անձը շարքից դուրս է գալի, ու սկսում է շարքից դուրս գալ եւ դեֆորմացվել ամբողջ գաղափարն ու մեկ էլ այսպես ասած իմաստը։ Ու ես ինչի համար ես իմ խոսքի մեջ նշեցի, որ մենք փորձում ենք այդ ամենը հարմոնիայի մեջ պահենք, որովհետեւ կոնկրետ վարչությունում հավաքված են այն անձինք, որոնք որ եւ մեծ ավանդ ունեն մասնագիտական ոլորտում որպես գործող ու աշխատող մասնագետներ։ Եվ ամեն մեկը արդեն այն մակարդակին հասել, որ իրանք իրենց, ասենք, առանձին հետևորդներն ունեն ոչ միայն իրանց ծառայությունում, այլ նաեւ իրանց ծառայություններից դուրս, ու եւ այդ իրանց ընձեռված, այսպես ասած, եւ հնարավորությունը եւ վստահությունը, որ իրենց գոլեգաները ընձեռել են, իրանք լիարժեք ձևով կարողանում են այդ ամեն ինչը ներկայացնել ասոցիացիայի վարչությունում։ Նախ ասոցիացիայի հիմնական գաղափարը մենք ոչ մի որոշում միանձնյա չենք ընդունում, այսինքն մեր մոտ սա կոնսենսուսով է եւ բոլորը համարվում է ասես տրամաբանական, այսինքն ձեռք բարձրացնելու քվեարկությամբ։ Ուղղակի մենք պատվիրակված ենք ասոցիացիայի անդամների կողմից, որպեսզի կարողանանք ձեր շահերը ներկայացնենք։ Ու ամենագաղափարը ոնց է, շատ մարդկանց մոտ կոնկրետ ասոցիացիաները ասոցացվում են միջոցառումներ կազմակերպելով։ Մենք իհարկե կազմակերպել ենք միջոցառումներ, բայց ամբողջ գաղափարը նա է, որ մենք կարողանանք հասնենք այն մակարդակի, որ մենք լինենք որոշիչ։ Որոշիչ ոչ միայն մեր համայնքում, այլ որոշիչ նաև առողջապահության ոլորտում, եւ դա մեզ երկարատև աշխատանքի արդյունքում ու տքնաջան ու ուղղորդված աշխատանքի արդյունքում, որը որ այսքան 9 տարիների ընթացքում ասոցիացիայի վարչությունը իրականացրեց, մենք հասանք նրան, որ ռադիոլոգների հայկական ասոցիացիան Հայաստանի Հանրապետությունում առաջի ասոցիացիան է եւ որը որ ստորագրեց փոխհամագործակցության հուշագիր առողջապահության նախարարության հետ ոլորտի կարգավորման, եւ դա ամենամեծ գրավականներից մեկն էր։ Եվ դա հենց այն գնահատականն է, այն 9 տարիների աշխատանքի, որը իրականացրել ենք։ Ես ինչպես նշեցի, կուզեմ թվեմ մեր վարչության անդամները, որոնք որ իմ շատ լավ ընկերներն են, գոլեգաներ եւ կոնկրետ շատ փառահեղ անձնավորություններ են, ու շատ-շատերի գործերը, գիտեք ոնց է, կարող է սենց ընդհանուրի մեջ չի երևում, բայց հավատացեք, իրանք շատ-շատ մեծ ներդրում ունեն ասոցիացիայի ներկայիս աշխատանքի մեջ։ Դա մեր շատ հարգարժան Գառնիկ Արայիշն է Ավետիսյան, որը որ ես կրկնեմ իր ավանդը շատ մեծ է ասոցիացիայի վարչության, ասոցիացիայի աշխատանքի ամենակարևորը մեր մասնագիտության կրթության, որովհետև ներկապային կոնկրետ ռադիոլոգիայի ամբիոնը դա Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնն է եւ միակ ամբիոնն է եւ ոչ միայն ամենախոշոր, միակ ամբիոնն է, ու որը որ ապահովում է շարունակական կրթությունը մեր մասնագիտության եւ ամենակարևորը ինչպես բազմից արդեն եթե չեմ սխալվում 4-րդ տարին է, որ ամենապոպուլյարն է համարվում, բոլորը գնում են ռադիոլոգիա, ես կարծում դա Գառնիկ Արայչի մեծագույն շնորհքներից է, եւ Գեգամ Գուրգենիչ Աղաբեկյան, որը որ իմ շատ հարգելի իմ ասենց ասեմ, իմ մասնագիտության մեջ իմ գաղափարների մեջ կայացման ոլորտում շատ մեծ ավանդ ունի ու իր համեստությունը ու իր կշռադատված կեցվածքն ու պահվածքը մեզ շատ դեպքերում, երբ որ մենք տեն շատ էմոցիոնալ բուրոն զրույցներ ենք ունենում, մեզ շատ լուրջ հավասարակշռում է եւ ինքն էլ կանգնած է ուլտրաձայնային հետազոտության հիմքերում Հայաստանում ընդհանրապես եւ հանդիսանում է լավագույն մասնագետներից մեկը մեր Հայաստանի Հանրապետությունում ուլտրաձայնային ոլորտում, ինչպես նաեւ գլխավոր մասնագետը ուլտրաձայնային ախտորոշման ոլորտի Գարիկ Լևոնի Հովանեսյանը, որը որ իմ շատ հարգարժան ընկերն է, ձեր Ես ուղղակի չգիտեմ Գարիկ Լևոնիչը։ Այսպես ասած ձեր մենտորն է։ Այո։ Դա տենց է կոչվում։ Մեր ավակ ընկերը։ Ավակ ընկերն է, իմ գործընկերն է, իր սենց ասեմ, իր էլի համեստությունը, որը որ շատ դեպքերում չի նկատում իր աշխատանքը, գիտեք, ոնց այն աստի ես չեմ, սենց ասեմ, այն աստիճանի չի նկատում հասարակական միջավայրում իր աշխատանքը ինչքան ինքը կատարում է, դա էլ գալիս է իր համեստությունից, իր համեստ կերպարից, իսկ թվում է դուք երևի կփաստես մեր ջան։ Գարիկ Լևոնիչը, չգիտեմ, իմ կյանքում, իմ մասնագիտական կյանքում ամենամեծ բեկումնային գործն է արել, փաստացի ինքն է ինձ սովորացրել։ Ինչ ես գիտեմ, սովորել եմ Գարիկ Լևոնիչից, մինչև կյանքիս վերջ իրան պարտական եմ լինելու իր մարդ տեսակի
համար նաև, որովհետև ինքը մեզ առաջնահերթ ընկեր է, եղբայր է, ավագ գոլեգա է, եթե ինչ-որ հարց էի ես ունենում, միանշանակ առաջնահերթ իրան էի դիմում, ես գիտեի, որ ես քննադատություն չեմ ստանա, միշտ պատժերշկա կունենամ իրանից եւ ուղղակի մեծ ներդրում է կատարել իմ մասնագիտական ուղում։ Այդ այնս ներդրում էլ ինքը ասոցիացիա, մայ ոնց որ մենք արագրեցի, այդ այնս էլ հիմնականում ասոցիացիա վարչության աշխատանքներում է, որպես վերահսկիչ խորհրդի նախագահ։ Իմ շատ հարգարժան գոլեգա Վարդևանյան Հովանեսը, գիտեք, դա ամեն մեկի մասին եմ, որ չգիտեմ, այնքան սիրով կարող ենք խոսել։ Հովիկը ոնց որ ես ասում եմ, մեր համագյուղական ինտելիգենցիայի ներկայացուցիչն է, մեր ասում եմ, մեր պատիվն է արտասահմանում եւ ոչ միայն արտասահմանում եւ ես շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվել է իր հետ լինել ընկեր, որովհետեւ կարծում եմ Հովիկը ինքը իր մարտտեսակով շատ եզակի է։ Այո, ես ինչի համար եմ բոլորին թվում, որտեվ հաստատ համոզված եմ, եթե իրանք չլինեն, մենք չենք ունենա sense ասոցիացիա, ոնց որ մենք հիմա ունենք։ Իսկ մենք չենք լինի նենց մասնագետները, ոնց կանք։ Նույն Հովանես Պողոսիչը մեր կրթական մակարդակում մեծ դեր է ունեցել, իրանից շատ շնորհակալ եմ։ Այո, ինքը շատ հենց ամբողջ ուղղությունը եւ կուրացիան կրթական ծրագրերի Հովանես Պողոսիչի հետ միասին ենք մենք հիմնականում պլանավորում, իհարկե ասոցիացիայի վարչության շրջանակներում ու կարծում եմ ինքը բավականին մեծ ավանդ ունի ու դեռ հələ շարունակելու է շատ մեծ ավանդ ունենալ հաշվի առնելով այն ծառայությունները, որոնք որ ինքը ղեկավարում է ու հաշվի առնելով այն դրական պոզիտիվ կերպարը, որը որ ինքը կա ու այսքան տարի ընդհանրապես չի փոխվել։ Ես Հովիկին ոնց ճանաչում եմ, ինքը ոնց կա, տենց է։ Հովանես Պողոսիչից կարելի է անվերս սովորել։ Անվերս ուղղակի Հովանես Պողոսիչն էլ մի բան այն չես անում, միանգամից զանգում ես Հովանես Պողոսիչին, որ այնքան հանգիստ ու չգիտեմ։ Ոչ, մեր ջան, սենց էլ ալինում։ Ասում եմ, դե այդքան տղամարդկանց կոլեկտիվի մեջ պետք է անպայման մի իգական սերի ներկայացուցիչ լինի, մեր շատ սիրելի Մարիանա Տիգրանովնան, այո, Մարիանա Տիգրանովնան, որը որ ել եմ ասում, երբ որ ինքը ռադիոլոգի, ես ռադիոլոգիան չգիտեի, ու իմիջիալոց իմ մասնագիտական ընտրության մեջ իր հայրն է շատ մեծ դեր ունեցել։ Ես սեպտեմբերի 1-ին առաջի անգամ ես իր պապային եմ հանդիպել, որպես էլի շատ մեր երջանկայի շատակ ռադիոլոգ Նավ Հարությունյան Տիգրանը, ես ինչի համար եմ այս ամեն ինչը նշում, որովհետև եթե դուք տեսնում եք կարմիր գծով տարում է դաժե անգամ երկրորդ սերունդ կա ռադիոլոգների, որոնք որ ել եմ ասում, այդ ուժ այդ ներուժ ինչ որ մենք ունենք, դա մեզ օգնում է մեր որոշումների մեջ ճիշտ կայացնել եւ Մարիանա Տիգրանովնան շատ մեզ էլի բալանսավորում, օգնում, կազմակերպում, ուղղորդում, ու որ sense հրաշք կոնգրեսներ ենք մենք ունենում, Այվազյան Գայանը եւ Մարիանա Տիգրանովնայի շնորհքն է, որոնք արդեն քանի տարի իրանք sense բարձր մակարդակի վրա ամեն ինչը կազմակերպում են։ Եթե թույլ կտակ կներեք էլի Մարիանա Տիգրանովնայի մասին ես կուզենամ իմ մեջբերումը անել, անձամբ ինքը իմ դասախոսը չի եղել, բայց մի դրվագ կուզենայի պատմել, անցած տարվա մեր կոնգրեսի ժամանակ սլայդերս չէր բացում, վիդեոներս չէր բացում։ Այդ մարդը ինձ անձամբ չճանաչելով այնքան սրտացավ մոտեցավ այդ հարցին, ինձ առանձին սենյակ տրամադրեց, եկավ հետ մտավ, նայեց, ասեց, ասում է, հն բացվում է, չի բացվում, ու ես հետագայում որ իր մասին միշտ իմ գոլեգա ընկերուհիները խոսում են, այդ տենց են իրան ներկայացնում, այսինքն ինքը մամայի պես է ամեն ինչին վերաբերվում, գերպատասխանատվությամբ, շատ շնորհակալ եմ իրան կոնկրետ այդ դեպքի հետ կապված, որ ես տենց ճանաչեցի։ Եվ Մատինյան Նարեկը, որի որ դերը բնական է անուրանալի է ասոցիացիայի կազմակերպչական հարցերում, ընդհանրապես ասոցիացիայի գաղափարների պրոպագանդայում, որովհետև մենք շատ ենք իրար հետ բազմաթիվ անգամ տարբեր տիպի աշխատանքներ իրականացրել, հիմնականում արտասահմանում, ինչու՞ չէ նաև Հայաստանում տարբեր տիպի, ասենց ասեմ, կոնգրեսների մտահղացումների, ընդհանրապես ռադիոլոգիական շարժման գաղափարների հետ կապված, ու ես շատ ուրախ եմ, որ այս թիմը ինչը որ ես նշեցի, մենք բոլորս իրար հետ միասին հնարավորության սահմաններում ինչքան որ ասենք մեր, ասենց ասեմ, ներում է մեր ժամանակը եւ մեր գաղափարները եւ մեր մտածելակերպը փորձում ենք համերաշխ այդ ամեն ինչը տանենք առաջ, որովհետև դեք ոնց ժամանակները անցնում են, ժամանակները փոխվում են, երբ որ մենք երիտասարդ ենք, այս ամեն ինչը սկսում ենք, ոչ մեկը ծառայության ղեկավար, մեր մեջ միակ Պաշտոնովը դա Գառնիկ Արայիշն էր, Ավետիսյանը եւ մեկը Գեգամ Գոգենիչ Աղաբեկյան, մենք բոլորս երիտասարդ մասնագետներ ենք ու աստիճանաբար տարբեր տիպի, ասենք,
նու տարիների ընթացքում մեր հմտությունները եւ մեր մասնագիտական ունակությունները ավելի վերադասը գնահատելով արդեն մենք տարբեր տիպի պոզիցիաներ սկսեցինք զբաղեցնել եւ ում որ թվեցի ես բոլորս մենք տարբեր ծառայության արդեն ղեկավարներ են, կենտրոնների ղեկավարներ են, այո։ Մենք միշտ ձգտում ենք այդ ձեր նշածների նմանվել, դառնալ օրինակ, միշտ գաղափարը ձեր շատ օրինակելի է իմ համար։ Ու այսինքն ասոցիացիայի ամբողջ գաղտնիքը ու հիմքը հենց նվիրվածությունն է գործին, նվիրվածությունն է մեր համայնքին, պատասխանատվությունն է մեր համայնքի նկատմամբ եւ կոնկրետ ես իմ մասով կարամ ասեմ մնացածը եւ անսահման սերն է մասնագիտության նկատմամբ։ Ու ես իմ հնարավորությունները ինչքան որ ես ունեցել եմ, ես ապրել եմ, դրել եմ կոնկրետ ասոցիացիայի այս գաղափարների պրոպագանդայի եւ ասոցիացիայի այսպես ասած գաղափարների սփռման վրա։ Այսքանով ինչքան որ հնարավոր էր sense կարճ ամփոփել ասոցիացիայի 9 տարիները, ես sense շատ կարճ ասեմ, որ 9 տարվա ընթացքում մենք ամեն տարի արել ենք կոնգրեսներ։ Այս տարի 7-րդ անգամ արդեն հյուրընկալում ենք Եվրոպական դպրոցը։ Մեր կոնգրեսի շրջանակներում կատարել ենք բազմաթիվ, մենք տենց տարի չկա, որ մինիմումը 4-5, այսինքն մասնագիտական ռադիոլոգիական միջոցառում չունենք եւ եթե վերցնենք մասնագիտական այս ասոցիացիան եւ հանրության մեջ, ոնց որ դուք նշեցիք ու ոչ միայն դուք եք, ասենք մենք ենք փաստում դա եւ պատկան եւ ոչ պատկան մարմինները ամեն ինչը խոսում է մենակ ասոցիացիայի աշխատանքների ընդհանրապես մասնագիտության ռադիոլոգիա եւ դարավ 9, ասենց ասեմ, 10 տարվա ընթացքում դարավ ամենապոպուլյար մասնագիտություններից մեկը Հայաստանի Հանրապետությունում, որի կրողը մենք բոլորս ենք, դրա համար մենք մեր գլուխը գովում ենք, որտեղ մենք երեք կարողանում ենք գովում ենք։ Ես բազմիցս սա ասել եմ, չեմ էլ ուզում, այս անգամ եմ ուզում ասեմ, որ ինչքան մեծ ներդրում եք դուք ունենում արձինատորների կրթական ոլորտում, նույն ես լինելով դրա վառ օրինակ ասոցիացիայի մեծ հովանու ներքո արձինատուրայի տարիներում լինելով դեռ չճանաչված կամ դեռ շատ երիտասարդ հնարավորություն ունեցա մասնակցելու տարբեր ծրագրերի եւ դա միայն գովելի է ու ես շատ ու ես գիտեմ որ մինչեւ հիմա այդ ամեն ինչը արվում է մնացած արձինատորների համար ոգևորում եմ բոլորին որ գնան ռադիոլոգիայի արձինատորը հիմա եթե թույլ տաս Մերի ջան օրինակ շատ մարդկանց, ովքեր որ քո հետ այսքան ռադիոլոգների մեր գոլեգաներ, ովքեր քո հետ արձինատուրային են ժամանակ սորում, մի հատ sense հարց կծակի, ինչու մերին ոչ թե մենք։ Հայկական իրականությունն է։ Ես sense ուղիղ տեքստով կարամ ասեմ, որովհետև երբ որ մենք այդ ամեն ինչը սկսեցինք, մերին շատ ակտիվ էր։ Գալիս էր, հետաքրքրվում էր կոնգրեսներով, ասում էր ինչով օգնեմ, ինչ անեմ, ոնց կարող եմ ես մասնակից լինեմ ասոցիացիայի աշխատանքներին։ Եվ դա շատ գովեր էր եւ գնահատել էր։ Ու այստեղ ամենակարևորը գաղափարը, ով որ ինձ ճանաչում է ու ով որ ընդհանրապես գոնե 1%-ով առնչություն ունեցել ասոցիացիայի հետ, գիտի որ մեր մոտ ընդհանրապես ոչ մի հովանավորություն չկա։ Բացառվում է դա ու անգամ մենք ասոցիացիայի ասենց ասեմ, ոչ մի բարիք երբևիցե մեր անձնական շահի ու մեր անձնականի համար չենք կիրառել ու դա գիտեմ մեր ասոցիացիայի բոլոր անդամները ու ղեկավար անդամները, որոնք որ այդ ամեն ինչին միշտ ամեն օր ականատես են լինում եւ ես շատ ուրախ եմ, որ քո նման մասնագետ ու արդեն դու լրիվ մասնագետ ես, բայց ես խոսեմ անցյալով, որ կար երիտասարդ, որը որ հետաքրքրված էր ու շատ էր ուզում, որպեսզի որ իր մասնագիտության մեջ ինքը հասնի բարձունքի։ Ու դա միանշանակ շատ գովելի է։ Նույնիսկ ես եմ ասում, Անի համար էլ կարամ ասեմ, երբ որ Անին առաջի անգամ ճանաչեցի հուլիս ամսին Եվրոպական ասոցիացիայում մենք հանդիպեցինք Վիեննայում ու տեսա քո մեջ այդ աչքեդ մեջ այդ ոսկրտող այդ վառվող այդ գաղափարը, որ դու ես ուզում անպայման դու քո մասնագիտության մեջ կայանաս։ Այն ժամանակ փնտրտուքի մեջ ես գնալու եմ Ամերիկա, ասում շատ լավ է։ Անի գնաս, հասի բարձունքի, մենք քեզնով հպարտանանք ու դա տենց է։ Դուք յուրաքանչյուրը տել եմ կրկնում։ Դուք յուրաքանչյուր մասնիկ եք այն ամեն ինչի, ինչը որ մենք անում ենք։ Ու ձեր անձնական, ասենց ասեմ, ձեր անձնական յուրաքանչյուր հաջողությունը դա հաջողությունը ասոցիացիա, դա մի պատմություն է ասոցիացիայի մեջ, որը որ մոտիվացնելու է մնացածին։ Ու երբ որ դու հաջողեցիր, երբ որ դու գնացիր, վերապատրաստվեցիր, եկար, հետո դրանից հետո արդեն սկսեցիր քո մասնագիտական կարիերան Աստղիկ բժշկական կենտրոնում, մենք դրանից մենակ շատ ուրախ էինք։
ու եթե կհիշես COVID-ի ժամանակ, երբ որ 2020 թվականներ, երբ որ Եվրոպան sense այսպես ասած նախաձեռնության կա ECR meets Armenia, այսինքն Եվրոպան դիմավորում է Հայաստանը, այն ժամանակ մենք ներկայացրեցինք մեր հայկական ռադիոլոգիան ու մերին ներկայացնում էր ուսանողների ձայնը, արզինատորների Այնքան ձայնը։ պատվով եմ Ու ներկայացրել։ Ես տեսել եմ առաջին դա։ անգամ որ մենք sense գնացինք, Ես տանից էի ու այնքան էի Հա դու փորձել, տանից ես էի, տանից ճիշտ է, էի, մենք գնացինք բանը Մատի Նարեկենց մոտ Այո։ իրանց ստուդիան, ունտեղ բոլորս էլ մենք այդքան փորձ չունենք sense միկրոֆոնների հետ sense խոսելու, այն ժամանակ այսքան sense տեխնիկան ընդունված չէր ու մենք շատ պատշաճ ձևով կարողացանք ներկայացնենք մեր երկիրը։ Ես նայել եմ, շատ լավն էր, այո, շատ լավն էր։ Շնորհակալությունների, որ արժանապատվներին կարողացան ներկայացնես ու ես ինչ եմ ուզում ասեմ իմ հարգարժանների, հարգարժան Անի, ուզում եմ որ այդ խանդավառությունը ինչը որ ձեզ մոտ կար ու ինչը որ հիմա ես ձեզ մոտ տեսնում եմ որ դա ձեզ մոտ չմարի ու դուք լինեք մոտիվացիա մնացած բոլորին, որովհետև հիմա ես գիտեմ որ դուք շատ հետաքրքիր նախաձեռնությունների մեջ եք, ես ուզում եմ որ մեծ հաջողություն եմ ես մաղթում նախ այդ նախաձեռնություններին ու իմացեք, գիտեք ոնց իմ գաղափարի մեջ ես երբևիցե տեսեք, ուզում եմ մի քիչ ավելի բաց էլի մենք խոսենք, մենք ռադիոլոգիայի ոլորտում երբևիցե կոնկրետ ասոցիացիա մակարդակով դա դրված եղել այդ գաղափարը մենք իրար մեկս մյուսից երբեք այսպես ասած կոնկուրենտ չենք, մենք իրար մենակ օգնող ենք ու միշտ իմացեք յուրաքանչյուր նախաձեռնություն ինչը որ դուք կնախաձեռնեք, ինչը որ միտված է մեր մասնագիտության ռոպագանդային եւ ինչը միտված է կոնկրետ մեր համայնքի զարգացմանը ու ինչը առողջ է, այդ միանշանակ կոնկրետ իմ անձի տեսանկյունից միանշանակ կողջունվի ու իմ ստեղ լինելը հենց ամբողջ գաղափարը դա էր, որ մենք անկախ ամեն ինչից ով որտեղ աշխատում, ով ինչ անում, մենք բոլորս աշխատում ենք ռադիոլոգների հայկական ասոցիացիայում, որը որ վեր է յուրաքանչյուր ասենց ասեմ մասնագիտական նեղ շահարկումներից, որը որ վեր է յուրաքանչյուր մասնագիտական այսպես ասած նկրտումներից եւ ձգտումներից MRT ոդքասթի գործընկերն է MRT Կլինիկը։ 3 տեսլահզոր MRT սարք, փորձառու բժիշկ ռադիոլոգներ, պատասխանները տրամադրվում են ընդամենը 1-2 օրում։ Մեզ մոտ ամենամատչելի արժեքն է, գործում է առողջության համընդհանուր ապահովագրություն, ինչպես նաև անհատական ապահովագրություն։ Ձեր MRT-ն MRT Կլինիկում։ Ես մի անգամ էլ կուզենամ նշել, որ մենք ամեն մի թողարկման ընթացքում խոսում ենք մեր թմային աշխատանքի մասին։ Ասոցիացիան էլ դա մի մեծ թիմ է, որը աշխատում է մի գաղափարի շուրջ։ Մենք ձեր մոդելը փորձում ենք ներդնել մեր առօրյա աշխատանքի մեջ եւ հուսով եմ մեր մոտ դա ստացվում է, որովհետեւ նույն ձևով մենք աշխատում ենք թմային, ցանկացած ժամանակ ամեն մեկից պատժերշկա կունենանք, այսինքն աջակցությունը միշտ կլինի թմի կողմից եւ դա մենք իմպլեմենտել ենք մեր ավագ մասնագետներից, ես կոնկրետ Գարիկ Լևոնիչից եւ ասոցիացիայի աշխատանքից։ Ձեզ մի հատ հարց ունեմ տալու։ Սիրով Անի ջան։ Որն է եղել ձեր ամենաբարդ կամ ամենադժվար մարտահրավերը ասոցիացիան ստեղծելուց կամ միգուցե ստեղծելուց հետո։ Որ մտածել եք, որ դա հնարավոր չի լուծվի եւ կամ արդյունքում լուծել եք։ Բոլոր հարցերը լուծել եմ։ Մենք գիտենք իրականում հա։ Ես ուղիղ պատասխան եմ։ Բայց որն է եղել ամենաբարդը ձեր համար։ Ոչ թե լուծել եմ, այլ լուծել ենք։ Շատ լավ։ Որ ես ամբողջ սկզբում կարմիր թելով իմ ամբողջ խոսակցության մեջ տանում էի։ Որտեվ երբ որ ասոցիացիան կվերածվի, ես հարցին հեսա կպատասխանեմ, կվերածվի արդեն անձի, այդ ժամանակ ինքը էլ չի լինի։ Ու ամբողջ իմ նպատակը միշտ պահել այն, ինչը որ մենք պահել ենք։ Նու աստծո կամոքա իմ մասնագիտական ունակություններից է, թե ինչ որ չափ հարգանքն է, որ ես վայելում եմ, ասենք մեր մասնագիտական հանրության մեջ եւ ոչ մասնագիտական հանրության մեջ։ Ամենայն դեպս առայժմ ինձ այդ հաջողում պահել այդ գիծը։ Բայց գիտեք որն է, մարտահրավերներ անընդհատ են լինում։ Մարտահրավերները չի կարա չլինի, որովհետեւ եւ գաղափարներ են մարդկանց մեջ փոխվում, եւ ցանկություններ են մարդկանց մեջ առաջանում, որը որ գիտեք ոնց է, դատապարտելի չի, դա նորմա է։ Դա մենակ մեր հասարակության, այսինքն մասնագիտական հասարակության չի վերաբերվում, դա համամարտկային հասարակությանն է վերաբերվում։
Կարծում եմ ամենադժվարագույն մարտահրավերներից մեկը դա երբ որ մենք 2016 թվականին որոշեցինք վերը այսպես ասած գործարկենք ասոցիացիան, երբ որ ես պետքա կատարեի բավականին գրագետ անցում, նախ եւ առաջ հարգելով ավագ սերնդին եւ ավագ սերնդի հնարավորությունները կարողանայի հանդիսանալ գրագետ կամուրջ երիտասարդ սերնդի մեջ, որովհետեւ բնական է երիտասարդ սերունդը ունենալով ավյուն ուժ, ցանկություն, պորտկում, որը որ աստիճանաբար տարիքից ելնելով մարում է ավագ սերնդի մոտ, չունի ավագ սերնդի խոհեմությունը, չունի ավագ սերնդի հեռատեսությունը եւ ավագ սերնդի պատասխանատվությունը։ Ու կարելի է ասել ես հանդիսանում եմ եւ հանդիսացել եմ միշտ այսպես ասած կամուրջ այդ երկու սերնդների մեջ, որպեսզի կարողանան իրանք իրար ճիշտ հասկանան եւ նույն ընդհանուր գաղափարով կարողանան առաջնորդվեն։ Ու այդ տրամաբանությաններ, որը ու այդ է շատ բարդ, երբ որ մենք փորձում ենք այդ տրանսֆորմացիան իրականացնենք, որը կարծում եմ ժամանակ մեզ հաջողվեց։ Հիմա մենք նորից կանգնած ենք դրա առաջ, որովհետեւ բնական է արդեն շատ բաներ ա փոխվել մեզ մոտ, ոնց որ ես նշեցի, շատ պայծառ երիտասարդություն ունենք մենք ռադիոլոգիայի ոլորտում, որոնք որ ունեն արդեն բավականին մեծ եւ հարգանք, եւ պատիվ, եւ ինչու՞ չէ նաեւ բարի ամբիցիաներ, որոնք նույնպես չի կարելի անտեսել, որովհետեւ երբ որ դու սկսում ես դառնալ այսպես ասած խոչընդոտ, այդ պարագայում միշտ սկսում է ոնց որ սկսում է այդ շարժումը գտնել ուրիշ ճանապարհ։ Ոնց որ բնության մեջ է, չէ՞, որ արմատները հանդիպում են խոչընդոտ, իրանք սկսում են ուրիշ ուղղությամբ աճել, նույնն էլ մեր մասնագիտության հանրության մեջ է։ Բայց ամբողջ գաղափարը կայանում է նրանում, որ ովքեր որ շարունակելու են ու կշարունակեն, իրանք գիտեք ոնց փորձեն մնան այսպես այն գաղափարների մեջ, ինչը որ մինչև իրանց դրվել է։ Եթե չլավացնեն, գոնե չվատացնեն։ Իրանք գիտեք ոնց է, միանշանակ լավացնելու են։ Վատացնելու խնդիրը դժվար լինի։ Ստեղ գաղափարը կայանում է նրանում, որ հասկանան, որ դա էլ եմ ասում, դա գաղափարը դա վեր է անձից։ Եվ ոնց որ ես որ նշեցի, էլ եմ կրկնում։ Ես հիմա ստեղ նստած խոսում եմ որպես ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, բայց ես ձեր հետ միասին ինքս իմ ներսում խոսում եմ որպես ռադիոլոգ, պրակտիկ ռադիոլոգ, որը ամեն օր ժամը 8-ից աշխատում է։ Աշխատում է պացիենտների հետ, աշխատում է պատկերների հետ ու ոչ մի կերպ չի կարողանում կտրվի այդ աշխատանքից, որովհետև դա է, այսպես ասած, ըստ ինձ, բերում պատիվ մեզ։ Եվ ինչի համար, որովհետև այդ ամեն ինչը իմ ներսում է, իմ մեջ է։ Ու երբ որ երիտասարդ սերունդը կհասկանա, որ ինչքան դժվարությամբ այդ ամեն ինչը տրվել ու ինչքան դժվարությամբ այդ ամեն ինչը պահվել, ու կարողանա հասկանալ, որ այդ ամեն ինչը գոնե պետքա հիմքերը առանց խարխրելու շարունակել, ուրեմն այս գաղափարը կունենա միանշանակ իր շարունակություն դեռ երկար տարիներ։ Դրա համար մենք այդ ֆիլմը նկարեցինք, ու այդ ֆիլմից հետո էլ ոչ մի ֆիլմ չնկարեցինք։ Բայց դրանից հետո ինչքան մեծ գաղափարներ եւ մեծ պրոյեկտներ են։ Եվ կարծում եմ ժամանակն է հասունացել երևի տենց երկրորդ մի հատ ֆիլմի, որը որ ասենք կամփոփի ինչ որ ժամանակահատված, որովհետև կոնկրետ 10 տարին կար ժամանակահատված չի, այո։ Ու որտեղ որ բոլորը ասիկան են անձնիկ, որոնք էր այս 10 տարի պայքարել են այս գաղափարի համար ու պահպանել են այն հիմքերը, ինչը որ ի սկզբանե դրվել է, իրանք իրանց խոսքը կունենան ասելու կամ ինչ որ մի ձև արտահայտելու ու կարծում եմ, որ ներկա պահին ամեն ինչը ամենայն դեպս այդ հարմոնիան ինչը որ հնարավոր է, պահպանվում է։ Մի հարց ունեմ ձեզ տալու, կապված մեր արտինատուրայի եւ ընդհանրապես ռադիոլոգիայի կրթության հետ։ Կարծում եմ, որ տարեց տարի կրթությունը ավելի լավանում է Հայաստանում ու դա երևի թե կապված է նրա հետ, որ նախ մեր ասոցիացիան շատ մեծ կապեր ունի Եվրոպայի, Ամերիկայի ասոցիացիաների հետ եւ միևնույն ժամանակ մեր երիտասարդները արդեն ավելի շատ են փորձում վերապատրաստվել, ավելի շատ են փորձում կապեր ձեռք բերել, աշխատանքներ կատարել եւ ուզում եմ հարցս կայանում է նրանում, որ
ինչ նոր ծրագրեր կան կամ օրինակ ինչ նորություններ կան մեր ռադիոլոգիայի մեջ։ Ես նաև լսել եմ, որ մեր արձինատուրայի տարիների քանակն է փոխվել Եվրոպայի միջազգային պահանջներին բավարարելու համար։ Ինչ է կարծում, ինչքանով է 3 տարին թեկուզ բավական ու ինչ նոր ծրագրեր կարող ենք մենք աշխատել։ Ասում սկսեմ հարցի վերջից։ Որպեսզի մենք կարողանանք մեկ լեզվով խոսենք, այսինքն ինքը ես ոնց որ նշեցի, ինքը բավականին մեծ օրգանիզմ է ասոցիացիան եւ հիմնական իր նպատակը դա անընդհատ նպաստել մասնագիտական կրթության շարունակությանը, որի որ հիմնական գործառույթներից ու քայլերից մեկը դա կոնգրեսներ եւ համաժողովներ կազմակերպելն է, որտեղ բուն նեղ մասնագիտական կրթությունը դա հանդիսանում է ամբիոնի աշխատանքը։ Եվ այդ հարմոնիան, որը որ մենք պահում ենք, հասկացանք մի этаպում, որ եթե մենք ուզում ենք ինտեգրվենք արդեն եվրոպական ասոցիացիային ավելի լիարժեք պայմաններով, մենք պետք է փոխենք մեր կրթական համակարգը։ Մենք դա գաղտնիք չի, որ կոնկրետ մեր մասնագիտությունը շատ արագ դինամիկ զարգանում է եւ այն տարիները, ինչ որ ֆիքսված էին, ենթադրենք 10 տարի առաջ, 2 տարի, դա բավականին քիչ է նորմալ լիարժեք մասնագետ դառնալու համար։ Դա համար բազմիցս անգամ մենք քննարկումների արդյունքում Գառնիկ Արայչի հետ եկանք այն եզրահանգման գլոբալ առումով, որ մենք պետքա կոնկրետ ավելի նեղ մասնագիտացումներ, որոնք օրինակ համակարգչային տոմոգրաֆիան, MR տոմոգրաֆիան, ընդհանուր ծրագրից մասնակի առանձնացնենք եւ գոնե 1 տարի ավել, սենց այնտեղ նշված է առնվազն 1 տարի, այսինքն դա կարող լինի 2 տարի, 3 տարի, ներկապային 1 տարի է որոշված, որ մենակ մարդիկ անցնեն նեղ, այսինքն ռադիոլոգները անցնեն նեղ մասնագիտությամբ, համակարգչային տոմոգրաֆիա, MR տոմոգրաֆիա։ Մեր հիմնական խնդրեմը ինչու՞մն է կան, որ Հայաստանի Հանրապետությունում մենք ռադիոլոգներս, մենք սարք կախյալ ռադիոլոգներ ենք, այսինքն համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետ, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ, եվրոպական դպրոցը դա ուղղությունը օրգան կախյալ, այսինքն լյարդի մասնագետ, կրծքավանդակի մասնագետ, ու սենց ասեմ, որովայնի կոնքի, որը որ տիրապետում է կոնկրետ կոնքի խոռոչի հետազոտման գրեթե բոլոր մեթոդներին, մուլտիմոդալ մեթոդ։ Կարծում եմ, որ երկրորդ անցումը դա է լինելու, որը որ մենք աստիճանաբար փորձում ենք դա իմպլեմենտացնենք եւ ներդնենք Հայաստանում, բայց առնվազն գոնե ներկապահին նոր կրթական օրենքով, որը որ ներադրվել կոնկրետ ռադիոլոգիայի ոլորտում, ու որը որ ողջունվել է համալսարանի կողմից ու հենց համալսարանն է ներդրել, ռադիոլոգիան լինելու է 3 տարի։ Որը որ էլ եմ ասում, ես կտա հնարավորություն գոնե եւս 1 տարի ավել սովորելով ավելի պատրաստ մտնել կոնկրետ աշխատանքի։ Ես մի բան կարող եմ ասել այս 3 տարիների հետ կապված, նայեք, շատ ուսանողներ հիմա կմտածեն, վա, երկարացրել են 3 տարի է դարձել, բայց նայեք, մենք 2 տարի սովորել ենք, ես առնվազն 9 ամիս վերապատրաստվել եմ աստղաբժշկական կենտրոնում որպես MRT մասնագետ, որ անցնեմ աշխատանքի, այսինքն ասոցիացիան եւ ամբիոնը հեշտացրել է ձեր աշխատանքը, հեշտացրել է ձեր գործը, դուք ինքներդ չեք ման գալու այլ ընտրանքային տարբերակ ինչ որ միտեղ վերապատրաստվելու, այլ ասոցիացիան եւ ամբիոնը ձեզ տալիս է հնարավորություն այս կամ այն կենտրոնում վերապատրաստում անցնելու, որի համար դուք կվճարեք բարձա 1 տարվա ավել գումար, բայց այդ քաշքշուկից ինչ որ չգիտեմ, ծանոթ գտնել, ինչ որ մի կենտրոնի հետ խոսալ, պայմանավորվել, գնալ սովորել, այդ ամեն ինչը Բացի դրանից էլ նաև դրսում որևէ ինչ որ ծրագրերի դիմելուց վերապատրաստվելու համար այնտեղ հիմնականում նշում են, որ պետքա առնվազն 3 տարվա արդյունատուրայում լինի տվյալ մասնագետը, նույն այսօրի ծրագրերին դիմելուց, եթե հենց արդյունատուրներն են դիմում, պարտադիր 3 տարին նշվում է, ու մենք միշտ խնդիր ենք ունեցել այդ առումով։ Այդ խնդիրներից խուսափելու համար ամեն ինչ արու, այսինքն այստեղ ոչի բան գիտեք ոնց է, ինքնանպատակ չի արվում։ Մենք էլ կարանք 5 տարի առաջանանք, 7 տարի, այսինքն մենք տարիների ընթացքում աստիճանաբար քայլ առ քայլ եկել ենք նրան, ինչը որ մենք ներկապահին ունենք։ Երկրորդ մասը կոնկրետ արդյունատորների համար։ Այս կոնգրեսի շրջանակներում Եվրոպական ասոցիացիա մենք հանդիպեցինք Ֆրանսիայի ռադիոլոգիայի ասոցիացիայի ղեկավար Կազմի հետ։ Եվ ես եւ Մեկի Հովանես Պողոսիչը եւ մեր հանդիպման արդյունքում, դե գիտեք, այս տարի 3-րդ հայ-ֆրանսիական կոնգրեսն է լինելու Գյումրիում, մենք այդ հանդիպման ընթացքում մայիսի 1-ին 2-ին եւ կոնկրետ այդ հանդիպման արդյունքում մեզ ընձեռվեց հնարավորություն, որ Հայաստանի ռադիոլոգիայի ամբիոնի արդյունատորները անվճար հիմունքներով կարող են դառնալ
ֆրանսիական ասոցիացիայի անդամ։ Օ, Այդ շատ մեծ դա շատ մեծ հնարավորություն է։ բան է։ Բացի դրանից, Եվրոպական ասոցիացիայի կոնգրեսներին մասնակցությունը, եթե դու հանդիսանում ես ասոցիացիայի կողմից երաշխավորված օրդինատոր, դուք ինքներդ շատ լավ գիտեք, Այո. որ ինչքան լոյալ գնային քաղաքականությամբ ես Այո, դու կարողանում մասնակցես։ Այսինքն, այս վարդությամբ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ինչ կլինի միջազգային կոնֆերանս, կլինի միջազգային կոնգրես, բոլորը պահանջում են, որ դու ունենաս քո ազգային ասոցիացիայի կողմից երաշխավորված ինչ որ Այո, փաստաթուղթ Այո։ եւ հենց այդ ով է անձեռում ասոցիացիան երբևիցե եղել է ասոցիացիան ինչ որ մեկին ինչ որ մի բան Ոչ, ոչ միշտ։ Ու Գալնի Կարայիչը իր ամբիոնի կողմից էլ երբեք չի եղել, որ մեզ մերժի ինչ որ։ Այսինքն այս ամեն ինչը ինչի համար է այս ամեն ինչը արվում, որպեսզի մենք կարողանանք ինտեգրենք շատ արագ մեր մասնագիտական ասոցիացիան ժամանակակից ռադիոլոգիայի հետ։ Միջազգային մասպարեզում մի բան էլ ստեղ նշեմ, այդ board certified radiologist-ի մասին եմ ուզում ասել։ Շատ ծրագրերի ես հիմա չեմ կարողանում դիմել, որովհետև ես 2 տարվա կրթություն ունեմ ու իմ board certified radiology degree-ն ավելի է քան 5 տարի, բայց փաստացի եթե այն մի տարին էլ հաշվեր, ես հիմա շատ ավելի միջազգային կոնգրեսների եւ միջազգային ծրագրերի կկարողանայի մասնակցեի որպես board certified radiologist բան երիտասարդ տարիքի, որտեղ միջազգային մակարդակում եթե ես ունեմ դիպլոմը արդեն իսկ 5-6 տարվա, ես համարվում եմ ավագ ռադիոլոգ։ Եվ չմոռանանք Մերի ջան ու Անի ջան, ձեր օրդինատուրայի ժամանակ դուք երբևիցե ոչ մի զեկույցով հանդես չէիք գալիս։ Այո։ Արդեն 4 տարին է ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Ես այս տարի պլանավորում եմ։ Այսինքն ամբիոնի հետ միասին ոնց է օրդինատորների համար հատուկ առանձնացված սեկցիա կա, որտեղ որ իրանք ելույթ են ունենում։ Ելույթի արդյունքում անգամ կան մրցանակներ, արդեն 3-րդ տարին, նու էսա 4-րդը կլինի, բայց 3 տարի անընդմեջ ովքեր որ հաղթում են եւ դրամական դրամաշնորհեր, որոնք որ մենակ ուղղում է իրանց վարձի համար, որը որ տրամադրում է ասոցիացիան։ Եվ այդ շարժմանը նաև միացան մասնավոր կենտրոններն էլ իրանց կողմից նվերներ եւ դրամաշնորհներ են հատկացնում։ Այդ էլի կարծում եմ բավականին մեծ, շատ մեծ աջակցություն է, կոնկրետ մոտիվացիա։ Ու այսօրվա դրությամբ դուք չեք պատկերացնի ինչքան օրդինատորներ են դիմում, որպեսզի կարողանան իրանք մասնակցեն ու իրանց համար դա առաջի քայլերից է, նախ առաջի քայլը ամբիոնում են իրանք ընտրվում որպես զեկուցող, որ հանդես կարող են գան ազգային կոնգրեսին, հետո ազգային կոնգրեսին իրանք զեկույցով հանդես գալի մաքսիմալը փորձում ենք հայկական իրականության մեջ արդար ընտրությունների սկզբունքով ու կարծում ներկապային ոչ մի տես բողոքներ չկա, ավելի շատ իրանց դասախոսների մեջ է կռիվը գնում, որ ինչ իրանց օրդինատորը չարթես, կանց օրդինատորների մեջ ոչ չի։ Ինչն եմ ուզում ասեմ, ներողություն եմ խնդրում, մեր ջան, որ ընդհատում եմ քեզ, այսինքն այս ամեն ինչը արվում է, որ իրանք արդեն ի սկզբանե իրանց գան համայնքի անդամ։ Եվ այն մտերմությունը, ինչ որ դասախոս ու օրդինատոր կա, այս 10 տարվա ընթացքում երևի թե դրանից առաջ երբևիցե չի եղել, երբ որ օրդինատորը իր դասախոսի հետ նույն հարկի տակ նույն թեմայի շուրջ զրուցում են, հավաքվում են, շփվում են, նաև ասենք ընդմիջման ժամերին շփվում են կոնգրեսի ժամանակ, այսինքն շատ տեսեք ինչքան միջոցառումներ է իրականացնում, որոնք որ մենակ ուղղված է հենց ուղղորդված է կոնկրետ օրդինատորներին։ Գոյություն նաև ռադիոլոգիայի հայկական դպրոցը, որը դուք լավ գիտեք, ասենք Իրանն էլ հիմնականում ուղղված է ավելի շատ նեղ մասնագիտական հարցերի քննարկման, գոյություն ունեն նաև տարբեր մասնավոր կենտրոնների կողմից դասընթացներ ռադիոլոգիական, այսինքն սա մի հատ այսպես ասած մոդա է, որը որ բոլոր կենտրոնները իրանց կողմից նախաձեռնություններ են ունենում, որը իհարկե չի նսեմացնում երբևիցե ամբիոնական աշխատանքը, որտեղ ամբիոնը դա լրիվ ուրիշ է, իր գործարքն է լրիվ ուրիշ է, այլ ստեղծում է ալտերնատիվ ինչ որ վայր, որտեղ որ մարդիկ կարող են, ասենք իրանց այսպես ասած ծրագրից դուրս ինչ որ խնդիրներ գալ քննարկել ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել։ Կարող եմ ասեմ 10 տարիների ընթացքում, ասենց ասեմ, մեր բոլորի մատքերը, ձեռների մատները չեն հերիքի, թե ինչքան կոնֆերանսներ, կոնգրեսներ են կարել ու ինչքան են օրդինատորների համար եւ անվճար տեղեր հատկացվել եւ բավականին լոյալ տարբերակներով իրանց համար ասենք տեղերը տրվել։ Միշտ կա ոնց որ օրդինատոր մասնակցությունը։ Ու այս պարագայում ինչն է դա խթանում, ինչն է դա մոտիվացնում, որ մարդիկ այսօրվա դրությամբ կներեք 2025-26 թվականի օրդինատորը նույնը չի, ինչ որ 2020 միանշանակ։ Այն ժամանակ, երբ որ մեր տարիներն էր, մի 10 հոգի մարդ էին ակտիվ, իսկ հիմա ես ենթադրում եմ, որ չեմ պատկերացնում, բայց ենթադրում եմ մի 50 հոգի մարդ միայն դիմում է, որ ինչ որ ձևով մասնակցություն ունենա, ու ես մտածում եմ, վայ, որ ես հիմա սովորեի, ինչքան էլ ավելի շատ հնարավորություն կունենայի։ Ֆրանսիական ասոցիացիայի ծրագիրն է, ամերիկյանն է, եվրոպական ասոցիացիայի ծրագրերն է, մասնունակ Վիլդրեյնի
ծրագիրներ Ֆրանսիան որ կազմակերպում է դրանք, այսինքն ով որ ակտիվ հետևում է ասոցիացիա edge-ին, երբևիցե ոչ մի ինֆորմացիա նորություն, ասենք այդ edge-ից չի բացակայում։ Իհարկե շատ են հիմա ասում գիտեք ինչի Instagram-ի edge չկա, ինչի մի քիչ այդ անցումները մեզ բավականին բարդ է, մերը հիմնական օֆիցիալ Facebook-յան edge-ն է, որը որ Facebook-ով բոլորը տեղեկացված են ու կարծում եմ բավականին մենք ասենք այո Մենք նամակներ ենք հիմա ստանում արդեն ասոցիացիայի կողմից, մեյլով այն մարդիկ, ովքեր ասոցիացիայի անդամ են, բարձամեյլն են տրամադրում եւ մեյլով այդ հղումը միշտ գնում է։ Այսինքն ակտիվ կապը կա, ես ուզում եմ օգտվելով առիթից նաեւ իմ խորին շնորհակալություն հայտնել մեր Անիին, ասոցիացիայի Անին եւ ասոցիացիայի Անին, որը երբեք չի երևում, բայց այս 10 տարիներ այո, ասում է, ասենց այսպես ասած չերևացող մեր ամբողջ գործառույթները մեր մենք իրան ասում ենք ասոցիացիայի մեր ասոցիացիայի Հովհաննիսյանին կատարում է շատ պատշաճ եւ մեր նամակագրությունը եւ ընդհանրապես մեր պոստերի լրիվ ամփոփումները եւ մեր ինֆորմացիայի այսինքն կիսվել է ինչ եմ ուզում ասեմ ասոցիացիան դա մեծ օրգանիզմ է դա օրգանիզմ է որտեղ որ բոլորը իրանք գործառույթները պատշաճ կատարում են եւ դրա արդյունքում մենք ունենք այն ինչ որ մենք ներկա պահին ունենք ու ձգտում ենք ունենանք ավելին ու ելի եմ կրկնում շատ բան ձեզնից է կախված ու կրկին անգամ հաշվի առնելով որ գլոբալ առումով գրեթե բոլոր թեմաները ասոցիացիայի մասին խոսեցինք ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեզ որովհետև դուք այն գաղափարները կրողն եք ես մի անգամ մենք մեր մասնավոր զրույցի ընթացքում խոսեցինք դուք այն գաղափարները կրողն եք ինչը որ 10 տարի առաջ մենք դրեցինք ու շատ ուրախ եմ որ դուք ստացվել եք սենց ոնց որ դուք կաք ու շատ կուզեմ որ դուք ձեր մասնագիտական նաև սենց ասեմ ձեր մասնագիտության մեջ հաջող եք որ արդեն հաջողել եք եւ կարողանաք դուք նաև ձեր փորձը փոխանցեք մնացածին որովհետեւ դա պետքա լինի անընդհատ շարունակական շատ որ մեր վրա չավարտվի էլի ամեն ինչ ես մի հատ բան կարող եմ ասել իրականում ուզեմ ասեմ որ այս տարի կոնգրեսին նախ մեծ քանակով հայ մասնակիցներ են ունեցել անգամ հիշում եմ որ մենք նկարվեցինք 65 մենք նկարվեցինք չէիք տեղավորվում ու հետո եկան հարցեցին ասին կներեք ինձ հարցրեցին այս որտեղի ներկայացուցիչներն են մենք բոլորս Հայաստանից ենք ու ասեն զարմացող Հայաստանից ու նաև ուզում ասեմ որ շատ արձինատռներ կային իրականում ես ինչքանով որ տեղակ եմ ես առաջի արձինատռներից եմ եղել որ մասնակցել է արձինատուրայի ընթացքում ICR-ին ու արձինատռները գալիս հարցնում էին ինձ մոտենում էին ինձ թե ինչպես abstract ստեղծել abstract ուղարկել ինչ աշխատանքներ կատարել ու կարծեմ որ դա այնքան չնչին բան է բայց ես շատ էի ուրախացել դրանից որ քեզ հարցնում այո ինձ գալի հարցում այսինքն ես կարողացել եմ ինչ որ մեկին գոնե մի փոքր չգիտեմ ոգեշնչել որ ինքն էլ մտածեց որ ինքն էլ կարող է դա անի ու գա անի Անիջան ոչ միայն մասնակցել ես այն նաև հիմքել ես դրել абստրակտներ գրելու ու ինչքան սկսել են абստրակտներ գրել բոլորը ուղարկել դա պետք չի ասենք յուրաքանչյուրի աշխատանքը պետքա անպայման գիտես ոնց ասում են նշվի յուրաքանչյուրի աշխատանքը պետքա անպայման գնահատվի եւ այդ գնահատականը ձեզ կտան ձեզնից հետո եկող բոլոր այն ապագա ռադիոլոգները ում որ համար դուք հանդիսացել եք մոտիվացիա Ես չգիտեմ իմ համար դա շատ այնքան չնչին բան է իրականում, բայց շատ կարևոր է ես շատ եմ ուրախանում, որ թեկուզ մի հոգու ես կարողացել եմ ասեմ, որ դու կարող ես անել եւ դա սա դժվար չի, դա խնդիր չի։ Անի ջան, դու մի զարմացի, դու ինձ մասնագիտական առումով առօրյա կյանքում շատ ես օգնում։ Խնդրում եմ դու ավելի շատ։ Լավ, իրար չգովանք։ Չէ, գովացեք, դա լավ է, ես էլ ուշադրություն։ Եվ մի բան էլ եմ ուզում ձեզ ասեմ, որ արձինատուրայի ընթացքում ինձ մոտ շատ լավ առիթ է որ ես ասեմ արձինատուրայի ընթացքում երբ որ ինձ ուղարկեցին Նայիրի բժշկական կենտրոն իդեպ վերջի պահի որոշումը եղավ մենք իրականում պետք է ուրիշ հիվանդանոցում լինեինք Նայիրի բժշկական կենտրոնում էինք ասենց շատ հաճելի միջավայր չգիտեմ մասնագետները մենք Արմեն Կարլինովիչի մոտ էինք Վասիլյանի մոտ նստում էինք պատասխանների գրման նայում էինք եւ այդ ընթացքում մեր արձինատուրայի ընթացքում հիշում եմ չեմ կարող դա չասել բայց աշխարհի ամենալավագույն ռադիոլոգներից մեկը եկավ Նայիրի բժշկական կենտրոն Ես կարող եմ փաստել, այո։ Ու ես հիշում եմ անգամ առաջին անգամ
ոնց մտավ ինքը սենյակ ես նայեցի, ես շատ չգիտեմ, խոսքի Իրինա Անատոլիևնայի մասին է, Իրինա Տրոֆիմենկոն լավագույն ռադիոլոգներից մեկն է ու իր ներկա գտնվել է Հայաստանում ամենամեծ շնորհքը դա Կոնստանտին Սամվելովիչինն է, իր տարած աշխատանքը ու կարծում եմ, որ ես նախ ձեզ միշտ ասել եմ, անչափ շնորհակալ եմ, որտեղ դուք եք այն մարդը, ում շնորհիվ ես իրան ճանաչել եմ, իր հետ աշխատել եմ Չեմ կարող դա չասեմ, շատ շնորհակալ եմ ես դրա համար, միշտ շնորհակալ եմ լինելու։ Էդ էլ մի ուրիշ ոդկասթի։ Ես մի օր եթե ստացվի Նանդատոլիմնային կանչենք մեր ոդկասթի, կարողանան լինի այդ ոդկասթը։ Շատ հետաքրքիր էր, շատ կարճ կարան բանա, ես Մոսկվա գնացի հատուկ իր համար, խոսելու, համոզելու։ Նու բնական է իրան որ ճանաչում է իր ոճը շատ լավ ճանաչում է, հետո անցավ շատ կարճ ժամանակ, ու Կիրիլ իր ամուսինը բոլորը գիտեք, Պետրովը, երբ որ ինքը եկավ, ես մենակ մի հատ սպիտակ թուղթ տրեցի սեղանին ու մի հատ գրիչ։ Ասի գրեք ձեր պայմանները, որը որ կստեղծի հնարավորություն, որ դուք տեղափոխվեք ամբողջությամբ Հայաստան։ Ու կարծում եմ, որ իր ինքը շատ մեծ ներդրում ունեցավ կոնկրետ MRT-ի ոլորտում։ Անձամբ իմ վրա մեծ ազդեցություն ա ունեցել։ Ու նպատակը, ես շատ չանկերտներ չեմ ուզում բացեմ, իմ նպատակը դա էր, որպեսզի ինքը կարողանա, այսինքն մոտիվացնել ռադիոլոգներին վերանայել մոտեցումը ընդհանրապես ոչ թե մասնագիտական ունակությունների, այլ մասնագիտական ունակությունների կիսվելու։ Այո։ Դասավանդելու։ Այո։ Նաև թող ինձ ներեն MRT-ի մասնագետները, ես գիտեմ դուք ինչ եք ասել, գլխից եւ ողնաշարից դուրս գալու։ Ես գիտեի դուք ու ավելի շատ իրանց մասնագիտական հնարավորությունները, գիտեք ոնց է։ Ունենք մենք պայծառ ու փայլուն մասնագետներ, ոչ մեկ իրանց աշխատանքը երբեք չի ուրացել, բայց առողջ կոնկուրենցիան ու մոտիվացիան բերեց նրան, որ այսօրվա դրությամբ մենք կոնկրետ շատ մեծ քայլերով գնացինք առաջ կոնկրետ MRT-ի ոլորտում, շատ մեծ։ Ու կարծում եմ, որ դա իբարս մեր MRT-ի մասնագետների, որովհետև Իրինան ուղղակի հանդիսացավ ոչ թե մոտիվացիա, այլ տրիգեր։ Այո։ Ու այդ տրիգերը, որը որ պետքա մենք էլ հասնենք այն նրան, ինչը որ կա արտասահմանում, ու մենք շատ արագ հասանք։ Բեկումնային էր շատ։ Դրա համար ինքը գնաց։ Գնաց։ Մենք հոգով սրտով մեր հետ է։ Անverջ կարող ենք զրուցել համ ասոցիացիայի շրջանակներում, համ Կոնստանտին Սավլիչի հետ, բայց մեր ժամանակը սահմանափակ է։ Ես հուսով եմ մեր PR թիմը բացառություն կանի եւ կերկարացնի մեր թողարկումը։ Կոնստանտին Սավլիչ ջան, շատ շնորհակալություն, որ եկաք այսօր, այսպես հետաքրքիր եւ ջերմ զրույց մենք ունեցանք։ Իսկ ես ուզենամ հիշեցնել, որ MRT podcast-ի գլխավոր գործընկերը MRT Clinic-ն է։